Խնամված մեքենաներ անխնամ ճանապարհին։ Ինչ անել, որ փոսը չընկնել։ Այս հարցը տալով են վարորդները փորձում անցնել ճանապարհը։ Գարունը գալիս է, փոսերը բացվում են նորից։ Վարորդները բողոքում են, ինչու պետք է փոսի պատճառով մեքենան վնասվի եւ վերանորոգման համար էլ գումար վճարել։ Անդրի վիճակ կա փոսերը։ Օրեկան մեքենա ենք սարքը։ Սոցիալական ցանցերում մի քանի շաբաթ է վարորդները երևանյան փոսերից տարբեր նկարներ եւ տեսանյութեր են տարածում։ Նշում հնարավոր չէ վարել։ Մեքենայի ակերով, տուփերով, ծաղիկներ տնկելով, անգամ աթոռ ու բազկաթոռ դնելով են փորձում մյուս վարորդներին զգուշացնել, որ տարածքում փոս կա։ Մեր զրուցակիցը պատմում է, փոսի պատճառով գրեթե վթարի էր ենթարկվում։ Մի քանի օր առաջ երեկոյան տուն գնալուց, որ իմ համար իմ գծով գնում եմ մեջտեղի։ Մեկ էլ մի հատ մեքենա ռեսկի ծախ անում, վրես է քաշում, ու ես հանդիպակաց գոտի եմ դուրս գալիս։ Մի քիչ առաջացանք, նույն լուսացույցի տակ նստացվեց կանգնեցինք, իջացրեց պատուհանը, ասում եմ ինչի եք էլի տենց անում, ասում եմ դե փոսից եմ փախցրել, ասեցի այսինքն եթե փոսից փախցնում եք, պետքա ինձ վնասեք, ու տենց, ու շատ դեպքեր է տենց լինում։ Ճանապարհային երթևեկության անվտանգության փորձագետը նշում է, քաղաքապետարանը պետք է աշխատակիցներից պահանջի, որ խնդիրը արձանագրելու դեպքում միանգամից դրան լուծում տան։ Քաղաքապետարանը ավտոբուսների վարորդներին ստիպում է նաև մարդկանցից պահանջել վճարել։ Այսինքն իրան լրացուցիչ գործառույթ են դրել ավտովարորդների վրա։ Այդ նույն ձևի թող իրանց բոլոր աշխատակիցներին ասեն, դու ամեն օր, չգիտեմ, Ավանից գալիս ես կենտրոն ճանապարհին, որտեղ փոսալնում մի հատ տեղերը արձանագրի, որ ոչ թե քաղաքացիների արձանագրելու հույսի նման, այլ ձեր աշխատակիցների։ Փորձագետը առաջարկում է նաև ավտոբուսների վրա տեղադրված տեսախցիկներով ուսումնասիրել, թե որ ճանապարհներին կան փոսեր։ Ես հասկանում եմ, որ դու հələ չենք կարող հասնենք նրան, որ կարողանան այս գործանը, որ չառաջանա փոս, բայց գոնե դրանց արագ վերացնելը մի թողեք այնքան մեծանա, որ սկսեն ավտոները վնասվել։ Վերահսկողությունն է պետք ավելի լավ, տեխնիկական պահանջներ ավելի հստակ գրել ու վերջում էլ պահանջել, որ այդ աշխատանքը կատարելուց հետո ամբողջությամբ համապատասխանի այդ պահանջներին։ Ինչու են ամեն տարի ճանապարհներին փոսեր բացվում։ Քաղաքապետարանի պաշտոնյան տեղեկացնում է, պատճառը ասֆալտբետոնյա ծածկի մաշվածությունն է, նաև եղանակը, սակայն փորձում են խնդրին արագ լուծում տալ։ Իսկ այն հարցին, որ դեպքեր կան, երբ փոսերը շաբաթներով բաց են մնում, նշում է, պատճառը անձրևն է։ Շատ հաճախ լինում են բողոքներ, որ մեր ժողովրդին թվում է, որ դա փոս է, սակայն իրականում դա խրամուղի է, այսինքն որևէ մի կազմակերպություն ինչ-որ մի կոմունիկացիա է անցկացրել, ու այդ կոմունիկացիայի արդյունքում այդտեղ խրամուղի է առաջացել։ Ես հասկանում եմ, որ մեր ժողովրդի համար դա մեկը փոս է, բայց դա չի գտնվում այս փոսալցման տիրույթում, այսինքն այդ կազմակերպությունը, ով որ խրամուղին անցկացրել է, վերականգնում է իր վրա է դրված։ Ինչ վերաբերում է ասֆալտի որակին, պաշտոնյան նշում է, այն փողոցներում, որտեղ միջին նորոգման աշխատանքներ են իրականացրել, խնդիրներ հիմնականում չկան։ Փոսերը բացվում են շատ վաղուց ասֆալտապատված փողոցներում։ Ինչ անել, որ նույն խնդիրը նորից չառաջանա։ Թևոսյանը նշում է, պետք է կառուցվի նոր փողոց կամ տեղադրվի նոր ասֆալտբետոնյա ծածկույթ։ Սակայն դրա խնդիրներ բարձրաձայնում։ Եթե մենք գիտենք, որ այդ փողոցով անցկացվելու են նոր կոմունիկացիաներ, օրինակ ջրատար, գազատար, հոսանքի մալուխ է անցկացվելու, անիմաստ է մենք նոր փողոց կառուցենք այդտեղ եւ 3 ամիս հետո վերցնենք կտրենք այդ փողոցը, առաջացնելով մեր իսկ համար խնդիրներ ու վնասենք փողոցը։ Դրա համար այն փողոցները, որտեղ որ կատարվելու են աշխատանքներ, մենք այդ փողոցները փորձելու ենք այս տարի փոսալցումով պահենք եւ այն փողոցները, որտեղ չեն կատարվելու, մենք կկատարենք միջին նորոգման աշխատանք։ Արդյոք համապատասխան աշխատակիցները շրջում են քաղաքով, որ արձանագրեն փոսերը, Թևոսյանը դրական պատասխան է տալիս։ Նաև նշում է, ակտիվ քաղաքացի հավելվածի եւ զանգերի կենտրոնի միջոցով են ստանում բողոքներ, այդպես խնդրին լուծում տալիս։ Փոսալցման աշխատանքներն էլ կատարում են գիշերը, որ այնպես էլ ծանրաբեռնված երթևեկությունը ավելի չծանրաբեռնվի։ Այն հարցին, թե արդյոք մյուս տարի նորից փոսերի խնդիր կառաջանա, քաղաքապետարանից պատասխանում են։ Այո, խնդիրն առաջանալու է, քանի դեռ կան հին ասֆալտբետոնյա ծածկով փողոցներ։ Լիանա Խաչատուրյան, Մուշաղ Իսախանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։